գոնե առաջին ընթերցման ընդունելը։ Վերանայման արդյունքում ինչ դինամիկա կունենանք։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ես մի լավ լուր ունեմ ձեզ համար։ Առողջի միջազգային հիմնադրամը փոխել է կանխատեսումը մյուս տարվա համար եւ բարձրացրել է 5.5։ Եվ ընդ որում հետաքրքիր է նա, որ այդ փոփոխությունը ավելի մեծ է, քան մեր, այսինքն մենք պլանավորում ենք 5.4, իրանք փոխել են 5.5, որովհետեւ իրանք հավատում են, որ մեր պոտենցիալը ավելացել է։ Երբ որ մենք խոսում ենք առանձին տարվա կանխատեսումների մասին, մենք սովորաբար միջնաժամկետ հատվածում ենք նայում, որովհետև երբ որ պոտենցիալի աճի մասին ենք խոսում, թե մենք որ ուղեգծով ենք առաջ շարժվում, երբ որ մենք ունենում ենք բարձր աճեր, բազան բարձրանում է շատ, դրա վրա հնարավոր չի անընդհատ մեծ աճեր ապահովել։ Եվ հետևաբար, երբ որ մենք միջինացնում ենք միջնաժամկետ հատվածում, ապա ստացվում է հենց այն 5.5%-ը, որի մասին մենք խոսում ենք։ Եթե ես փորձեմ հիմա գտնել արդյունաբերության այն ճյուղերը, որոնք Եթե խոսենք արդյունաբերության աճի մասին, ապա 26 թվականին թե մշակող արդյունաբերությունն է աճելու, թե հանքերն են աճելու եւ ամուրսարը ունի նաեւ իր ազդեցությունը այդ աճի մեջ։ Մասնավորապես, եթե ես հիմա ճիշտ եմ հիշում, ապա մենք կանխատեսում ենք, որ 4 տոննա ոսկի ենք արդյունահանելու 2026 թվականին։ Եվ ինչ վերաբերվում է պարտքի վերանայմանը, ապա ես չեմ կարծում, որ մեր պարտքի մեջ էական փոփոխություններ են տեղի ունենալու պարտքի չափի մասին, որովհետև այնտեղ երաշխիքներն են դուրս գալու, որոնք առանց էդել մեծ չեն, եւ կենտրոնական բանկի պարտն է դուրս գալու, որի մասին ես հիմա չէի խոսում։ Այսինքն ըստ էության մեծ փոփոխություններ չի լինելու եւ ինչպես տարբեր մարդիկ փորձում են մեկնաբանել, մենք արհեստական փոփոխություններ չենք իրականացնում, որպեսզի պարտքի թիվը նվազեցնենք ներքև։ Ինչ վերաբերվում է աշխատավարձերին, ապա իհարկե կան վերլուծություններ աշխատավարձերը ըստ դեցիլների եւ հավանաբար դուք եք տեսել այդ բաշխվածքը եւ այո, մեր աշխատողների մեծամասնությունը գտնվում է ցածր դեցիլներում, սակայն ուրախալի է նաև նա, որ վերջի դիտարկումները ցույց են տալիս, որ աշխատավարձերի աճերը հենց տեղի ունենում այս ցածր դեցիլներում, այսինքն ոչ թե բարձր դեցիլներում։ Դրա մասին նախորդ կառավարության նիստում խոսեց ՊԵԿ ղեկավարը եւ կարող ենք առանձին ստատիստիկան անել, հիմա ձեռքից տակ ուղղակի չկա, որպեսզի ներկայացնենք նաև հանրությանը։ Ոչ մի հարց բաց չթողեցի, պարոն Խաչատրյան։ Արձագանքում եք, խնդրեմ, պարոն Խաչատրյան։ Արժույթի միջազգային հիմնադրամը ուրախ լուրը, որը բերել է, խնդրում եմ կիսվեք, որովհետև իրանց կայքի վրա այդքան էլ ուրախ լուր չեմ տեսնում։ Երկրորդը, եթե մեր արդյունաբերության աճը վերում անմիջապես կապում է սոտքի լիարժեք շահագործման, որը չգիտեմ ես տեքստն եմ կարդում ձեր մոտ որ գրած, պատկերացրեք կարդացել եմ ամբողջ այդ ֆոլիանտը, սոտքի լիարժեք շահագործման,
որը չգիտեմ լիարժեքություն ինչի չի գործում, ասենք 22 կամ 23 թվական, եւ ամուլ սարի հետ խոստանալով բարձր տեխնոլոգիական տնտեսություն եւ այլն եւ այլն։ Այդ դեպքում մոտ հարց առաջանում, ինչի 18 թվականից մինչեւ այս տարվա սկզբները այդ հարցը չէր լուծվում։ Եվ միայն ամուլ սարի մեծ աղոքի նվերից հետո այդ հարցը որոշվեց ընթացք տալ այդ հարցին։ Մյուս ամուլսարի շահագործման հարցի վերջնապես կարգավորումը, որովհետև մի քանի տարի լիցենզիա չէր տրվում, այդ հարցը ձգձգվում էր եւ այլն։ Մյուս խնդիրը ձեր տեղակալի գնահատականներով 2%-ային կետով նվազելու է, պարտքի հարաբերությունը, եւ շատ կարեւոր է, թե ինչի է հանկարծ որոշեցին մուրհակները հանել պետական պարտքի հաշվարկի մեջից կառավարության եւ տանել դա ընդհանրապես մտցնել պայմանական պարտավորությունների շարքում, եթե մուրհակները ուղղակի առանց որևէ պայմանի վճարման փաստաթղթեր են։ Մյուսը շատ հետաքրքիր է, որտեղ պետնախագահան իմ գրության պատասխան ասում ենք աշխատավարձերի չունենք, որպես այդպիսին մենք ունենք բոլոր արձակուրդային, այլ հավելավճարներ եւ այլն։ Եվ գոնե իր ուղարկած վիճակագրության համեմատ մեր բնակչության 70%-ից ավելին ստանում է միջինից ցածր աշխատավարձ։ Միջինից ընդհանրապես մի քիչ ավել աշխատավարձն է, որ գումարենք, մի քիչ մի այսքան ավելը 80-85% է կազմում։ Եվ այն էլ ասեմ, որ նույնիսկ աշխատողների վիճակագրություն չունենք։ Օրինակ ես մեր ՊԵԿ-ի տվյալներով 4 մարդ եմ կամ 4 հարկատու եմ, որտեղ ես այս տարի 4 տեղից եկամուտ ունեմ ազգային ժողովից եւ 3 համալսարաններից, որը ելի խիստ ուռճացնում է մեր զբաղվածության վիճակագրությունը։ Լավ, այսքան է, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն նախարար, մինչև դուք պատասխանեք հարցերին, պարոն Խաչատրյան, նախագիծը, որ դեռ առաջի ընթերցմամբ է, եւ դուք հարցեր ունեք, չէ՞։ Որոշում է կայացվել, որ հանձնաժողովում կքննարկենք, կհրավիրենք Կենտրոնական բանկի անդամներին, նաև ֆինանսների նախարարությունից բնականաբար եւ կքննարկենք այդ հարցը այնտեղ կողեք բնականաբար, այս ուզում եմ ասեմ, օրենքը դեռ չի ընդունվել, նախագիծը այդ նախագիծը չեն քննարկում էլի։ Ինչ վերաբերում է ամուսնալի մասով, իդեպ կարող եք Վահե Հակոբյանից հարցնել, ինչեր նաև ցկցկվում ձեր նախկին գործընկեր։ Ես գիտեմ, որ Վահե Հակոբյանը այդքան ազդեցություն ունի կառավարության վրա, որ ինքն է որոշում։ Բայց ես էլ հարցս նախարարին էի յուղել, էլի ձեզ չէի յուղել։ Ոչ, ես էլ նախագահում եմ։ Դե դրա համար զարմանալի է, որ Վահե Հակոբյանը մինչև այդքան իշխան ունի, իշխանություն ունի։ Կա պարզվի օգոստոսի 8-ին թուղթներ այն կստորագրել։ Խաչատրյան, ուրեմն մուրհակները ինչի է պայմանական պարտավորություն, որովհետև դա իրոք պայմանական պարտավորություն է։ Օրինակ մենք ունենք կառավարությունը մուրհակ է տալի Կենտրոնական բանկին վնասների դեպքում, որոնք մի տարի մինուս են լինում, մյուս տարի պլյուս են լինում, այսինքն այդ մուրհակները վերջի տասնամյակում որևէ ազդեցություն չեն ունեցել իրական պարտավորությունների վրա։ Իրական պարտավորությունները այն ժամանակի հայտ կգան, երբ որ կառավարությունը պետք է մուրհակի համար վճարում իրականացնի, այդ ժամանակ բնականաբար դա կհաշվառվի։ Ինչ վերաբերվում է աշխատավարձին, հիմա դուք որ ասում եք մի տեսակ մեղադրական տոն կա ձեր ասացի մեջ, թե ինչ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օրինակ ինչ որ չափի աշխատավարձ ստանում։ Մարդու աշխատավարձը ուղիղ կապ ունի իր արտադրողականության հետ։ Եվ ուղիղ կապ ունի, էլի, այսինքն որևէ բան ուրիշ բանի հետ կապ չունի, քան աշխատավարձը իր արտադրողականության հետ։ Եվ եթե մարդիկ ունեն բարձր արտադրողականություն, այսինքն օրինակ իրանք ստեղծում են 1 միլիոն դրամի արժեք, ես չեմ հավատում, որ միջնաժամկետ հատվածում մարդիկ համաձայնվեն աշխատել 150.000 դրամ աշխատավարձով կամ 200.000 դրամ աշխատավարձով։ Հետևաբար մեր գործողություններն էլ ուղղված են նրան, որպեսզի մարդկանց արտադրողականությունը բարձրացվի նոր տեխնոլոգիաների միջոցով
եւ կրթության մեջ մեծ ներդրումները ուղղված են հենց նրան, որ Հայաստանի Հանրապետությունում այդ տարբերությունը այդքան մեծ չլինի, ընդ որում, երբ որ խոսում ենք եկամուտների բաշխման անհավասարության մասին, ապա ջինի գործակիցն էլ նաև վկայում է նրա մասին, որ Հայաստանում ի համեմատ այլ երկրների, այդ թվում տարածաշրջանային, Հայաստանում ամենալավ իրավիճակն է եկամտի բաշխման տեսանկյունից, այլ համաշխարհային բանկի հետազոտություններն են ցույց տալիս։ Հետևաբար, այո, մեր բոլորի գործողությունները պետքա ուղղված լինի նրան, որ մեր աշխատող մարդիկ կարողանան ստանալ բավարար չափով աշխատավարձ իրանց կենսագործունեությունը եւ իրանց ընտանիքի բարեկեցությունը ապահովելու համար, բայց դա կախված է իրանց աշխատանքի արտադրողականությունից։ Շնորհակալություն, խնդրեմ բան Գոնջարյան։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, ներկայացման համար։